ուղղությամբ եղարքը յուրահատուկ տեղ ունի հայ իրականության մեջ, ասեմ, որ նաև ընդգրկված է համաշխարհային գանձերի մեջ, այսինքն ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերահսկողության ասեմ, որ եկեղեցում կան փոքր ու մեծ մոտ 40 խորաններ տարբեր սերտերի անունով։ Դեռ այս գործող հատվածը եկեղեցի այստեղ է, որ մենք ժամերգություններ ենք անում, մեր բացառակներն ենք անում, այս հատվածում ենք ազատությունները անում։ Հիմնականում այսքանը կասեի, եթե որևէ հարցեր կան այստեղի մասին, խնդրեմ։ Okay, in English, this section was built in 1215 AD. Ivan Zakharevich by the prince of Ivan Zakharevich. And their symbol you're going to see in the other place where their symbol is there. But only 4 pillars are holding this, so these people are trying to find out how to use it. So 4 pillars. Այստեղ տեսնում եք երեք քահանաներ քանի որ ժայռերով հատվածները կառուցվում են Պրոշյան իշխանների հովանավորությամբ, սա Պրոշյան իշխանների զինանշանն է, դողմական, և սա իրենց դավարանն է։ The Prussian prince made this section and this is their symbol. It's the seal of the Prussian dynasty. Russia. Եվ այսպես դեպքում շատ բաց շիրիմակար է, որոնց դողմական շիրիմակար է, որը գրություն կամ նշան շիրիմակված է։ This is also their burial. Եվ կարել է քանի որ բարձր իրենք մի կտակ թողեցին, չնայած այս ամենից հետո կարելի ծանոթանանք ուրիշ հատվածների, ստեղծեցին, բայց կտակ գրեցին, որ մեր մահվան հետո մեզ ամփոփեն բարձր տազորների ոտքերի տակ, հասքարերի տակ, որովհետև երկրապրտանքում մենք մեղավորներ էինք, և յուրաքանչյուր տավորի ոտքը, որ քանի վերջին հաշված նոյերում մերով փրկություն է։ Սա Ամերիկայում 40 թվականի կազմեց։ This is where the prince is buried, and it was in his will that he would like to be buried on the floor here, so that people walk on top of them for the glory of God. And it was they passed away 1220 as a result.